եկել, մեկ ուրիշին բերել են դրել դրա փոխարեն, ու նորից քվե են ուզում, էդ էլ որքան ձեր բակերը դուք այդ հարցերը իրենց կտակ։ Սիրելի հեշտացինցիներ, ինչպես պարոն Թևոյանը նշեց, մեզ առաջիկա օրերին դուք կտեսնեք ամեն օր պատրաստ ենք խոսել, շփվել, քննարկել, թե Խոյ համայնքի գյուղացիների խնդիրները, որոնք բազմաթիվ են, ինչպես նաև Էջմիածին քաղաքի ենթակառուցվածքներին վերաբերող տարբեր հարցեր, որոնք այս 7 տարվա իշխանությունները այդպես են արմատական լուծում չեն տվել։ Եվ մեր այսօրվա այս հանդիպումը շարունակելու ենք երթով էջմիածինցիների հետ շփվելով, ևս մեկ անգամ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին։ Չմասնակցելը անուղղակի օգուտ է քաղաքացիական պայմանագրին։ Այնպես չլինի, որ տարբեր մարդկանց անուն դնեք, բացատրեք, որ իբրև թե ոչ մեկը լավը չի, ու մնաք ձեր տանը։ Դա այն է, ինչ որ պետք է քաղաքացիական պայմանագրին, որ դուք չգնաք եւ ձեր քվեով չմերժեք իրենց։ Անպայման մասնակցեք ընտրություններին, թե իսկ Մայր Հայաստանը 4-րդ քրեաթերթիկն է։ Միացեք, որ փոխեք, միացեք, միացեք, միացեք։ Շնորհակալություն, այժմ մենք ուղևորվում ենք դեպի փողոցներ։ Մայր Հայաստան կուսակցություն քրեաթերթիկ համար 4 Այո, դա ճիշտ է։ Կանցնեն օրեր ապրելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շուրջ միության։ Սեր իրացի, դուքու համար, սերին բալաշապատ սուրի, էջ միացի, Արև ձեզ ժողովուրդ ջան, Վաղարշաբաթ խոշորացված համայնքում, այն է Էջմիածին քաղաք, Խոյ և բնակավայրերում սպասվում են արտահերթ հավաքանու ընտրություններ, նոյեմբերի 16-ին ընտրություններն են լինելու, այսօր Քարոզ Արշավի մեկնարկը տրվեց Էջմիածնում, Մայր Հայաստան կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, հզոր թիմով, երիտասարդներով, արժանի մարդկանցով։ Էջմիածին Վաղարշաբաթ խոշորացված համայնքում մասնակցելու են մի քանի քաղաքական ուժեր։ Այստեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ պետք է, այսպես ասած, օգնի Հանրապետություն կոչված կուսակցությունը, այն է Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը, որը որ տեսել ենք Երևանում, թե ինչպես է կառավարում Երևան քաղաքում, ՔՊ-ին կցվել է Հանրապետություն կուսակցությունը, կոալիցիա կազմելով այդ թանկացումները, աղբահանություն, գույքահարկ, տրանսպորտ, Երևան քաղաքի խայտառակ վիճակը նպաստել է Հանրապետություն կուսակցությունը։ Հիմա նույն բանը սրանք ուզում են անեն Էջմիածնում, ՔՊ-ն, քանի որ մերժված է Էջմիածնում եւ իրենք կտեսնեն նոյեմբերի 16-ին, որ ձայն չեն ստանալու, այստեղ կցել են Հանրապետություն կուսակցությանը, որ կարողանան իրար հետ մի կերպ զավթեն այդ աթոռը, ինչպես զավթեցին Երևանում եւ կարգեցին Տիգրան Ավինյանի
քաղաքապետ եւ սկսեցին թանկացումների հիթ շքերթը։ Երևան քաղաքը բացի թողի վիճակում է, դրա պատասխանատուն ՔՊՆ եւ հանրապետություն կուսակցությունները։ Սիրելի էջմիածնեցիներ, սիրելի վաղարշապատցիներ, մերժեք ՔՊ-ին, մերժեք հանրապետություն կուսակցությանը, ոչ մի պարագայում նրանց ձայն չտաք, քանի որ նրանք երկուստ էլ հանդերձ են գալիս ՔՊ-ի կարգախոսի ներքո։ Երևանում ասում են ասեք կանենք, հիմա էլ նույնը էջմիածնում են, եկեք խաբեն քաղաքացիներին, ձայն կորզեն կոալիցիանն եւ Երևանը տեղափոխեն էջմիածնում, էջմիածին, Երևանի թանկացումները տարբեր ոլորտներում տեղափոխելու են էջմիածին։ Սիրելի էջմիածնեցիներ, սիրելի ոսկեացիներ, Խոյամայնքի բնակիչներ, անպայման շատ մասնակցեք ընտրություններին, մերժեք ՔՊ-ին եւ հանրապետությանը, մի թողեք, որ Երևանը կրկնվի էջմիածնում, Մայր Հայաստանը մասնակցում է ընտրություններին, ինչպես եւ Երևանում է կռիվ տալիս է խայտառակ կառավարման եւ թանկացումների դեմ, այստեղ կռիվ է տալու, որ ոչ մի պարագայում ՔՊ եւ հանրապետություն կոալիցիան ձայն չստանան ու մերժվեն։ Սիրելի էջմիածնեցիներ, անպայման մասնակցեք, ինչքան շատ մասնակցեք, այդքան մերժվելու է ՔՊ-ն ու հանրապետությունը։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, ձեր բարեկամներին, հարազատներին, բոլորին կոչ արեք, որ շատ մասնակցեն ընտրություններին եւ մերժեն ՔՊ-ին եւ հանրապետություն կուսակցությանը, որ չկրկնվի Երևանը նույն սցենարը այստեղ։ Մայր Հայաստանը մասնակցելու ընտրություններին 4-րդ համարի ներքո, 4-րդ քվեաթերթիկ, Մայր Հայաստան համար 4։ Շնորհակալություն, կտեսնվենք Էջմիածնի, Ոսկեհատի եւ Խոյամայնքի բնակավայրերում, թաղամասերում, բակերում։ Շնորհակալություն։